Բարի օր, եթերում Մարդիկ հաղորդաշարն է, այսօր կխոսենք դեմենցիայի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Աննա ջան։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերքի համար։ Շնորհակալություն ձեզ։ Մարդիկ հաճախ կարծում են, որ մեծ տարիքում բնորոշ է ծերունական հիշողության վատացումը եւ բեմն այն շփոթում են դեմենցիայի հետ։ Որն է սովորական հիշողության վատացման եւ դեմենցիայի միջև առկա սահմանը։ Այո, նշեմ դեմենցիան դա նույն թուլամտությունն է, ինչի արդյունքում ուղեղի քրոնիկական առաջընթաց հիվանդության համախտանիշի արդյունքում առաջանում են կոգնիտիվ ֆունկցիաների անկում։ Ինչ է իրենից ներկայացնում կոգնիտիվ ֆունկցիան, ճանաչողական ֆունկցիաներն են, որոնցից տուժում է ինտելեկտը, այսինքն ունենում ենք գիտելիքների մի մեծ պաշար, ինչի արդյունքում ունենում ենք անկում ինտելեկտուալ ոլորտի, դրանից հետո տեղի ունենում ուշադրության վատթարացում եւ հիշողության անկում։ Իրանից ինչ է ներկայացնում հիշողությունը դա ընկալել, ֆիքսել եւ վերարտադրելն է, ինչի արդյունքում աստիճանաբար տուժում է հիշողությունը սկզբնական շրջանում, երբեմն մեր ծանոթների, բարեկամների, հարազատների մոտ կարող ենք տեսնել այնպիսի մի վիճակ, որ ասում են, այ այն որ գրում էր ինչ էր այդ անունը, եւ մենք նշում ենք գրիչ, այո, գրիչն էր, աստիճանաբար նրանք սկսում են մոռանալ իրենց երեխաների, բարեկամների անունները, երբեմն նույնպես այդպես հիշեցնելով, մեր մորքուրի աղջիկը, անին, այո, դա կոչվում է անեկֆորիա եւ աստիճանաբար գնում է դեպի ֆիքսացիոն ամնեզիա, այսինքն կարճատև հիշողության անկում, որ ունենում է թունամտության որոշակի խնդիրներ, այդ դեպքում դիտվում են այնպիսի մի վիճակներ, երբ որ դրվում է ինչ-որ միտեղ իրը այդ անձի կողմից եւ մոռանում է եւ սկսում է ամբողջ օրը ման գալ։ Եվ աստիճանաբար այդ հիշողության ոլորտները սկսում են նվազել ընդհանուր միջև մանկություն։ Այսինքն երբեմն երբ որ մենք պացիենտներին զննում ենք, հարցնում ենք նրանց կողմնորոշման ժամանակահատված, այսինքն եսի մեջ ինքը իրան իսկ ճանաչում է թե չէ, տեղի մեջ եւ ժամանակի մեջ։ Երբեմն թուլամտության ժամանակ, դեմենցիաների ժամանակ դիտվում է, որ նրանք նշվում են օրինակի համար 30 կամ 40 տարեկան են, բայց փաստացի նրանք գտնվում են 75 կամ 80 տարեկանում եւ աստիճանաբար սկսում են բոլոր ֆունկցիաները թուլամտության ժամանակ բոլոր ֆունկցիաները սկսում են նվազել։ Դրանցից են ընկալման ոլորտում մենք ունենում ենք պատրանքներ, իլյուզիաներ, այսինքն տեսողական խաբկանքներ, ինչի արդյունքում դրանք վերածվում են ցնորքների, մեծամասամբ տեսողական, ինչի արդյունքում երբեմն պացիենտների հարազատները կամ պացիենտներին դիտարկելիս տեսնում ենք, որ նրանք զրուցում են իրենց մահացած հարազատների հետ եւ պացիենտի հարազատներն նույնպես զանգում նշում են, որ մեր պացիենտը լավ չի, ունի ցնորքներ եւ խոսում է ավելի շատ մահացած մարդկանց հետ։ Այնուհետև մենք ունենում ենք նաեւ մտածողության խանգարումներ, որտեղ նկատվում են մտածողության կանգ, այսինքն պացիենտը ուզում է ինչ-որ բան ասի եւ կանգնում է միտքը։ Ուզում ես նրան ասես շարունակի, նա մոռանում է, դա կոչվում է շպեռունգը, նաև երբեմն ունենում ենք մտածողության պերսեվերացիա, այսինքն կրկնողականություն, նույն բանը կարող է մի քանի անգամ նրանք կրկնել, երբեմն ռուսական լիտերատուրայի մեջ դա կոչվում է սինդրոմ գրամաֆոնը, այսինքն տարեց մարդկանց մոտ երբեմն պատմվածքները նրանց կրկնվում են ու ամեն անգամ ոնց որ նորից պատմի, բայց նա մոռանում է այդ նախկին իր պատմածները եւ ունենում ենք նաեւ զառանցական խանգարումներ, ինչի արդյունքում նրանք մեծամասամբ սկզբնական փուլում մեղադրում են հարազատներին կամ հարևաններին իրենց թունավորելու, հետապնդելու, իրենցից ինչ-որ իր գողանալու մեջ, որը կոչվում է նույնպես ռուսական լիտերատուրայով մալый бред։ Ինչը որ սկզբնական շրջանում երբեմն հարազատները կամ հարևանները կամ հեռու բարեկամները, ով իրենց հետ չի բնակվում, հավատում են նրանց, բայց անցնելով որոշ ժամանակներ հասկանում են, որ նա ունի արդեն իսկ որոշակի խնդիրներ։ Ունենում ենք զուգահեռաբար նաև տրամադրության անկումներ, մեծամասամբ դեպրեսիայի, այսինքն մտածողության, շարժողականության, տրամադրության անկումներ, գերակշռող դիսֆորիա, այսինքն ագրեսիվության
Արդեն իսկ այդ փուլում մեզ դիմում են նույնպես հարազատները, մեզ նկատի ունեմ հոգեբույժներին։ Այո, դրանից հետո մենք ունենում ենք ինտելեկտուալ մեր ոլորտի անկումներ տեղի ունենում, ուշադրության վատթարացումը, կենտրոնացման դժվարությունը, էներգետիկի պոտենցիալի անկումը, այսինքն աստիճանաբար այդ անձինք սկսում են իրենց ֆունկցիաները առօրյա գործողությունների անկում է դիտվում ընդհանուր միջև անկողին եւ ինքնասպասարկման բացակայություն։ Այդ ամենի հետ մեկտեղ աստիճանաբար նույնպես սկսում է քննադատական ոլորտը պակասել։ Հաճախ նշում են, որ անգամ իրենց դեղերը չեն խմում, հիգիենային չեն հետևում, դա ևս կապ ունի այս հիվանդությունների։ Այո, նրանք աստիճանաբար այդ ինքնասպասարկման ֆունկցիաները սկսում են նվազել, ընդհանուր այն մակարդակի, որ երբեմն պետք է լինում, որ նրանց մշտական խնամել եւ գտնվեն խնամքի տակ, քանի որ այդպիսի անձինք ինքնասպասարկման բացակայության պատճառով մահվան ռիսկը բարձր է։ Բայց դեմենցիան ինչպես է զարգանում։ Ես գիտեմ, որ այն հիվանդությունների խումբ է, չէ՞։ Այո, նա հիվանդությունների խումբ է, հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ հիվանդությունների միջազգային դասակարգման, դասակարգվում է Ալցհեյմերի թուլամտությունը, ինչի ժամանակ մեր մոտ ուղեղում դիտվում է սպիտակուցային վահանիկներ, որոնք տրվում են նյարդային բջիջները, քայքայում են նյարդային բջիջները, ինչի արդյունքում մեր մոտ դիտվում է ուղեղի ատրոֆիա եւ աստիճանաբար պացիենտի բոլոր ոլորտները դա գիտակցություն, ընկալում, մտածողություն, հույս, կամք, մեծամասամբ հիշողությունն է տուժում, դիտվում է 65 տարեկանից պլյուս, մանիֆեստացիան, այսինքն ակնհայտ վիճակը դիտվում է 70-ից 75 տարեկանում, երբ որ այդ ֆունկցիաները հիշողության արդեն իսկ անկման մեջ են գտնվում, դրանից հետո բացի Ալցհեյմերը, նաև ունենում ենք մինչ 65 տարեկային Ալցհեյմերը, որը բավականին կրում է ժառանգական բնույթ, մեծամասամբ եւ այդ ֆունկցիաների անկումը բավականին արագընթաց է ավելի, այսինքն ավելի չարորակ է համարվում։ Ունենում ենք անոթային թուլամտություն, ինչի արդյունքում ուղեղի արյան-շրջանառության խանգարման հետևանքով ունենում ենք թուլամտություններ։ Դրանցից կարող են լինել կաթվածը եւ որոշակի հիվանդություններից առաջացած խանգարումներ, օրինակ շաքարային հիվանդությունների նույնպես ժամանակ։ Եվ ունենում ենք թուլամտություններ, հիվանդություններ, որոնք առաջացնում են թուլամտություններ, դրանք ուրեմն պիկի հիվանդություններ, որի ժամանակ 50-ից 60 տարեկանում է հայտ գալի, ճակատքունքային շրջանի ատրոֆիան է ուղեղի, որի արդյունքում մեծամասամբ դիտվում են ագրեսիվ ֆոն հիշողության վատթարացման հետ։ Նաև ունենում ենք Կրեյցֆելդ-Յակոբի հիվանդությունը, որի ժամանակ ուրեմն առաջանում է 40-ից 50 տարեկանում, 1-ից 2 տարվա մեջ այդ անձինք ունենում են անկողնային մի վիճակ, որի ժամանակ ավելի ակտիվ արագընթաց թուլամտությունների մեջ է մտնում Հենցինգտոնի հիվանդությունն է, ի տարբերություն այս երկուսի Հենցինգտոնը 10-15 տարի է տևում եւ ինքնասպասարկում այստեղ տեղի ունենում, ուստեղ դիտվում է մեծամասամբ խորեանման շարժումներ հիվանդների մոտ։ Ներողություն, այսինքն դա ո՞ն է, որ անդադ ուզում են պարկել, դուրս չգալ, չաշխատել։ Նրանց վերջույթները մեծամասամբ գտնվում են անկանոն շարժումների մեջ, ոչ լիարժեք շարժումների մեջ։ Պարկինսոնիզմն է, ինչի արդյունքում մենք ունենք գլխավոր տրիադնան, տրեմորնի պարալիչ հիպոկինեզիա եւ մկանային ռիգիդնություն եւ ունենք միավը։ Միավների ժամանակ ենք ունենում ուղեղի ֆունկցիաների անկում, ստեղ բավականին հոգեբուժական ոլորտում միավի ժամանակ մենք ունենք հատուկ համախտանիշ, որը կոչվում է, որի ժամանակ մենք ունենում ենք մեծամոլական եւ էյֆորիկ մի վիճակներ, որտեղ կարող են տեսնել օրինակ համար մի 40-45 տարեկան տղամարդու, ով գտնում է հոգեկան ոլորտի վատթարացման մեջ, մեծամասամբ էյֆորիկ, գերակտիվ, աշխարհի տիրակալ, այսպիսի մի զառանցանքներով մի վիճակ, բայց երբ որ կատարում են այդ սկրինինգները, հասկանում են, որ նա տառապում է միավով։ Նշեմ, որ վաղաժամ հայտնաբերելու դեպքում վիճակի լավացումը կամ վիճակի պահպանումը ավելի
արդյունավետ է լինում հետագա այդ հիվանդի պացիենտի համար։ Նշեմ, որ այս տիպի պացիենտների հետ աշխատող մարդիկ, այսինքն հարազատները, նույնպես ունենում են ժամանակի ընթացքում որոշակի հոգեկան, չասեմ խանգարումներ, բայց որոշակի սիմպտոմատիկաներ, դրանք կարող են լինել տագնապային ֆոբիկ խանգարումներ կամ դեպրեսիաներ, մեծամասամբ օրինակի համար անօթային թունամտության ժամանակ երեկոյան ժամերին պացիենտների մոտ դիտվում է գիտակցության նեղացումներ կամ խանգարումներ նմանվող դիլիրիոս վիճակների, որոնք մեծամասամբ հարազատները չեն կարողանում այդ իրավիճակները հաղթահարել առանց դեղորայքների եւ դիմում են հոգեբույժներին, այո, իսկ դա կարող է տևել մինչ առավոտ այդ վիճակը, այսինքն հարազատը գտնվում է անընդհատ լարված, անհանգիստ, անկայուն վիճակում, ինչը որ բավականին դժվար է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ հիվանդությունները, որոնք առաջանում են ժամանակի ընթացքում, օրինակ սրտանոթային, չգիտեմ, վահանաձև գեղձի, կամ կա սթրես, դեպրեսիա, այդտեղ ճարպակալում, բարձր խոլեստերին, վատ խոլեստերին նկատի, դա չեն բուժում, հանգեցնում է սրան։ Այո, աստիճանաբար կարող է բերել թունամտության տարիքի հետ մեկտեղ։ Իսկ այն ժառանգական բնույթ ունի։ Ժառանգական բնույթ նախատրամադրվածություն բոլոր հիվանդությունների մեջ առկա են նախատրամադրվածություն, տեսեք, եթե օրինակի համար անձը հետևի, չծխի, ալկոհոլ չօգտագործի, հետևի իր քնի հիգիենային, խոլեստերինին, հիմա օրինակի համար մենք ապահովագրությունը մեր բժշկական ոլորտի բավականին լավ է ներկայումս զարգացած, ինչը որ թույլ է տալիս տարեկան 1 կամ 2 անգամ կատարել ընդհանուր հետազոտություններ, ինչը արդյունքում կարող են կանխել այդ ամենը։ Եվ տեսեք, ընդհանրապես այս իրավիճակներում, երբ որ հասնում է արդեն ակնհայտ վիճակի, նոր հարազատները դիմում են հոգեբույժներին, այո, եւ այստեղ հարկավոր է նշել, որ պետք է մշտական դիտարկում կատարել այդ հիվանդներին, պացիենտներին, որ չունենանք անկողնային վիճակ։ Մեծամասամբ այս փուլում, երբ որ պացիենտները արդեն իսկ դառնում է ինքնասպասարկում ամբողջությամբ բացակայում եւ անկողնային, արդեն լետալ, այսինքն մահվան ռիսկը արդեն իսկ բարձրանում է։ Ես մեկ հոդված կարդացի, որտեղ նշվում է, որ կասկածամտությունը երիտասարդ ժամանակ, այն որ մտածում է, վայ ամուսինս ինձ դավաճանում է կամ կինս, կամ չգիտեմ, այս մարդը ինչ կմտածի իմ մասին եւ այլն, դա հետագայում կարող է հանգեցնել այս հիվանդության առաջացման, այդպես է։ Նկարագրում է քանդի զառանցանք կամ քանդի քերարժեքային միտք, որի հիմքում ընկած է զառանցանքը եւ թույլամտության ժամանակ նաեւ քերիշխող հիշողությունից հետո գերիշխողը ծնոտն է եւ զառանցանքն է։ Այսինքն որպես սիմպտոմատիկա նմանվում է, բայց հիմքը տարբեր են։ Ո՞րն է գլխավոր ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնել։ Հիշողության, աստիճանաբար հիշողության անկումը։ Իսկ վարքային այլ դրսևորումներ չեն լինում։ Վարքային դրսևորումները դիտվում են այն ժամանակ, երբ որ հարակից մենք ունենում ենք հոգեկան խնդիրներ, այսինքն անձը ունենում է տեսիլք, գտնվում է գիտակցության նեղացման շրջանում, ինչի արդյունքում նա ունենում է զուգահեռաբար վարքային խանգարումներ, այսինքն ոչ ադեկվատ վարքագիծ, ագրեսիվ, անհանգիստ, հնարավոր է այդ հիշողության վատթարացման կապակցությամբ տան մեջ ինչ-որ մի սարքավորում միացնած թողնեն գազի սարքավորումը միացած թողնեն եւ տուժեն հարևանները կամ շենքի բոլոր բնակիչները, դրա համար այդ անձինք պետք է գտնվեն մշտական հսկողության մեջ։ Դեմենցիայի հիմքում ընկած է գլխուղի նյարդերի եւ անոթների վնասում։ Այո։ Եթե գլխուղի վնասվածք են ստանում, դա եւս հանգեցնում է հիվանդության։ Դրանք մտնում են օրգանական խանգարումների մեջ, ինչի հետևանքով նրանց վիճակները բազմազան են, կարող են ունենալ եւ էպիլեպսիա, եւ թունամտության նշաններ եւ հիշողության խանգարումներ։ Տեսեք, մենք այս պարագայում մեր թունամտության գործ ունենք տետրադայի հետ, այսինքն 4 աների հետ։ Ապրաքսիա, խոսքի վատացում, աֆազիա խոսքի վատացում, ապրաքսիա շարժումների վատթարացում, ագնոզիա ճանաչողական ֆունկցիաների իջեցում եւ ամնեզիա հիշողության անկում։ Մենք մեծամասամբ այս 4 աներին ենք հետևում, ԿՏ-ի կամ MRT-ի հետազոտությունների արդյունքում ավելի հստակեցնում ենք մենք մեր ախտորոշումները։
Դա է ուզում հարցնել, ինչպես են ախտորոշում, որ առկա է դեմենցիա։ Այդ ախտորոշումների շնորհիվ եւ սիմպտոմատիկա պացիենտի հետ զնվելու արդյունքում, զնվելու, շփվելու, հասկանալու։ Թմրամոլությունը եւս հանգեցնում է դեմենցիայի։ Տեսեք, մենք սենց նշեմ, շատ լավ հարց տվեցիք, շնորհակալ եմ ձեզ, ունենք ալկոհոլային հիվանդությունների ժամանակ առաջացած թուլամտություններ, աստիճանաբար նրանց մոտ ունենում են որոշակի վիտամինների պակասի արդյունքում, օրինակ համար B12-ի պակասի արդյունքում բերի կամ գայևեռնիկի էնցեֆալոպաթիան կոչվում, ինչի արդյունքում տուժում է ուղեղը եւ ունենում ենք մենք թուլամտություն, հնարավոր է եւ վաղաժամ թուլամտություն, պայմանավորված ալկոհոլի օգտագործման հետևանքով։ Այդ հիվանդությամբ մարդը առանց դեղերի է ապրում, թե ինչ որ դեղեր։ Չէ, դեղորայք միանշանակ դեղորայք է պետք գտնվի նարկոլոգների հսկողության տակ, նյարդաբանների հսկողության տակ, եթե ունի հոգեկան խնդիրներ, նաև հոգեբուժների հսկողության տակ։ Դեմենցիան ինչպես է բուժվում։ Դեմենցիան, տեսեք, սկզբնական փուլը դա առաջնային օղակում ընտանեկան բժիշկների հսկողության տակ են եւ նյարդաբանների։ Երբ որ տեղի ունենում հոգեկան վարքային խանգարումներ, դիմում են արդեն իսկ հոգեբուժների։ Եթե ունենք հարակից մենք անամնեզում նարկոլոգիական խնդիրներ, այսինքն ալկոհոլամոլություն կամ թմրավարական խնդիրներ, զուգահեռաբար նաեւ նարկոլոգի խորհրդատվություններ։ Ուղեղը ինչպես երիտասարդ պահել, ինչպես մարզել, որ չբախվեն հիվանդությամբ։ Ընդհանրապես 65 տարեկանից հետո մեծամասամբ խորհուրդ են տալիս, որ դիմել իրենց կենսակերպին, ապրելու ձևին, այսինքն զբաղվել ֆիզիկական գործունեությամբ, արկա է մեծամասամբ հիպոդինամիա, այսինքն քիչ շարժողականություն անձանց մոտ, ինչի արդյունքում հարկավոր է ֆիզիկականը մի փոքր բարձրացնել, եթե թույլ է տալի մեր օրգանիզմը, կատարել որոշակի հիշողության վարժություններ, դա կլինի նոր լեզվի իմացություն, այսինքն օրինակի համար նոր բառերի սովորեցում, վարժություններ, կատարել կրոսվորդների, այսինքն լուծումներ, հետևել սննդակարգին, յուղային, ճարպային բավականին քաղցր սնունդ չօգտագործել, խոլեստերին, արյան մեջ շաքարի բարձրացում տեղին որ չունենա եւ վերջ։ Քրոնիկական սթրեսներ է, չէ՞, հանգեցնում։ Տեսեք, մենք երբեմն թուլամտության վաղաժամ օրինակի համար պացիենտներ ունենք 65 տարեկանում դիմում են, որ ունենում ենք դեպրեսիա, այսինքն տրամադրության անկում, ախորժակի վատթարացում, նմանվող ամբողջությամբ դեպրեսիվ համախտանիշի կամ խանգարմանը, բայց հիմքում տարիների ընթացքում հասկանում ենք, որ դա մենք գործ ունեցել ենք դեմենցիայի վաղ շրջանում առաջացած դեպրեսիայի սիմպտոմատիկաներով, այսինքն հիմքը եղել է թուլամտությունը։ Վատ լսողությունը եւս հետագայում կարող է հանգեցնել դեմենցիայի։ Վատ լսողության դեպքում տեսեք, այնտեղ արդեն իսկ այլ մասնագետների հետազոտություն է պետք, լոր մասնագետների, արդյոք դա կապված է նրանց պրոֆիլի հետ, թե չէ, արդյոք կապված է ուղեղի հետ, այսինքն որոշակի հետազոտությունների արդյունքում ենք այդ ամենը հասկանում։ Նշեմ, որ լսողության հետ կապված մենք ունենք օրինակ թուլամտության ժամանակ վերջերս տեղ ունեցավ մի դեպք, դիմել էին տարեց մի կնոջ համար, ով մոտ 20-ից 30 տարի ուներ լսողության խնդիրներ, ընդհանրապես գրեթե ոչինչ չէր լսում, եւ երեկոյան ժամերին մոնոսիմպտոմատիկա էր մոտը, այսինքն մեկ սիմպտոմատիկա, մեկ հալյուցինացիա, ինչի արդյունքում նա լսում էր ձայներ, որոնք նմանվում էին հարսանեկի այդ զուռնա դհոլի երաժշտությանը ու նրան խանգարում էր այդ ձայները, որ նա կարողանար քնել։ Այո, եւ դիմեցին մեզ որոշակի դեղորայքների միջամտությամբ տարեսկինը սկսեց հանգիստ քնել, ու դա նույնպես թուլամտության մի սիմպտոմատիկա է, որը գնալով խորանալու է եւ դեղորայքով մենք կհասնենք այն մի վիճակին, որ կոնե կանգնացնենք ինչ որ ոչ թե կանգնացնենք, այլ կդանդաղեցնենք այդ առաջացող վիճակը։ Դեմենցիայի ո՞ր տեսակն է Հայաստանում շատ տարածված։ Տեսեք, մեծամասամբ Ալցհեյմերն է տարածված, Ալցհեյմերի թուլամտությունը, ահա, բայց հստակ, ասենց ասեմ, սկրինինգային տարբերակները
կարելի ասել բացակայում են։ Եվ այդ հիվանդությունը ունեցողները անընդհատ պետք է գտնվեն թե հոգեբանների, թե իրենց այն հիմնական հիվանդությունը բուժող բժշկի հետ կապի մեջ։ Այո, ընտանեկան, նյարդաբանի եւ հոգեբուժի հսկողության, որտեղ դե պետք է համատեղ աշխատեն։ Անձունի հոգեկան խնդիրներ հոգեբուժ, նյարդաբանը իր իսկ պրոֆիլով դեղորայքներ եւ ընտանեկան բժիշկը կատարի օրինակի համար ամիսը 1 կամ 2 ամիսը 1 դիտարկում կամ սնում։ Վերջերս մեր գրառման հանդիպեցի, որտեղ դուստրը ասում էր, որ մայրիկը կարծես թե ունի այս խնդիրը, բայց հիմքում վահանաձև գեղձի խնդիրն է, բայց նշել էր, որ որևէ դեղ չի օգտագործում, սակայն միշտ իրենց է մեղադրում, որ ուզում են իրեն ցավեցնել, վատություն անել, գնում է դուրս լաց է լինում, այսինքն սա հենց բուն դեմենցիան է։ Դե տեսեք, այդ դեպքում հետազոտությունների մի շարք խումբ է պետք կատարել, ինչի արդյունքում հասկանալ դա կապված է մտածողության խանգարումների հետ, դա հենց կոչվում է մալիբրետ, այսինքն հարազատի հետ կապված առանցանքն է արդեն իսկ մեր մոտ գնում ձեր նկարագրվածով, ինչի արդյունքում պետք է որոշակի հետազոտություններ, բայց այդ փուլում մեծամասնության պացիենտներին դժվար է կատարել հետազոտություն, որովհետև հնարավոր է նրանք ոչ մեկին չհետևեն, այսինքն չհավատան, ոչ թե չհետևեն, այլ չհավատան։ Թեկուզ եւ նրանց հարազատներին։ Բա ո՞նց են բուժելու։ Կամքին հակառակ, երբ որ առկա է սոցիալական վտանգավորություն, արդեն իսկ օրենքով սահմանված կարգով տեղի ունենում կամքին հակառակ բուժում, այսինքն եթե առկա է սոցիալական վտանգավորություն եւ շրջապատի համար, դիմում են շտապ օգնություն, ոստիկանության խումբ եւ տեղափոխվում է հոգեբուժական հիվանդանոց։ Բայց այստեղ մեկ դիտարկում, որ ժամանակին պետք է հարազատներին, այսպես ասեմ, տեր լինեն, որ չզարգանա այդ խնդիրը։ Այո, բայց նաև ասեմ, որ երբեմն չի ստացվում հստակ դիտարկում անել եւ երբեմն հարազատները այդ ասենց ասած ունակությունները բժշկական ոլորտի չեն ունենում, ինչը որ տարիների ընթացքում աստիճանաբար կարող է զարգանալ, այսինքն նրանք ադապտանում են այդ աստիճանաբար զարգացմանը, եթե X իրավիճակից օրինակի համար կաթվածից առաջացած հոգեկան խնդրի ենք մենք հանդիպում, այդ դեպքում ակնհայտ է իրավիճակը, բայց եթե աստիճանաբար ընտանիքի անդամ է, որը տարիների ընթացքում ունենում է հիշողության, ինքնասպասարկման խնդիրներ, իրանց համար որոշակի փուլերում համարվում է նորմա, մինչև դանակը հասնում է կոպիտացած ոսկորին, ինչ որ X իրավիճակ է տեղի ունենում կամ գազն է միացրած թողնում կամ օրինակի համար տանից դուրս է գալի եւ մոռանում է տան ճանապարհը, ոստիկանությունն է նրան հետ բերում տուն եւ այլն, բավականին շատ են այդպիսի դեպքերը, կամ մերկ են դուրս գալիս երբեմն, քանի որ չեն հասկանում այդ իրանց ոլորտները անկման ժամանակ չեն հասկանում, թե ոնց կարող են հագնել իրենց շորերը, մերկ են եւ այլն, բոլոր ֆունկցիաների անկում է տեղի ունենում։ Եվ հիմնականում ուշ են դիմում արդեն մասնագետի։ Այդ դեպքերում այո, արդեն իսկ ուշ են դիմում, արդեն իսկ դեղորայքները կրում են ֆորմալ բնույթ, երբեմն չենք ունենում լավացման շրջաններ, բավականին համենայն դեպս պետք է պայքարել։ Որ փուլն էլ մենք ունենանք, պետք է պայքարենք, պետք է բուժում տանք այդ մարդուն, պետք է կարողանանք օգնել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես Անի ջան հրավերքի համար։ Մենք զրուցում էինք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։